Մենակ մի կողմից Անահիտ, այս կողմից կանի ոքը լավ է։ Մեր պայստազորի սպաների, որոնք այսօր մեր հետ չեն, բայց հոգով սրտով մենք իրենց կողմ ենք, իրենց հարգանքի տուրք մատուցենք և իրենց տոնը շնորհավորելու նպատակով ենք հավաքվել այսօր այստեղ և իրենց թափված այրունը ուզում եմ այս պահը անպայման կրկնեմ, որ երբեք անտեղի չի հասնելու, այդ արունը չի կորելու, այդ արունը միշտ գնահատված է և մենք հասնելու ենք մեր ուզածին, մենք նորից մեր կորցրած ամեն ինչ է ժամանակավորը հետ ենք վերելու, այսքանը։ Ինչպես եք պատկերացնում հետ կորցրածը հետ վերելու։ Դե գիտեք ոնց է, այս պահի դրությամբ մեզ պետք է, որ մենք նախ պայստազորով, ազգով իպտի միանանք իրար, համախմբվենք, այս մասնատված վիճակով երբեք չես կարողանա որոշի բան հետ բերես, այսինքն միասնությունն է լինելու մեր հաղթանակը, միասնությունով ենք հաղթելու։ Իշխանությունները գնահատում են կամ բավարարչափով աջակցում են նրանց, ովքեր փորձում են բանակը համախմբել կրկին, ավելի մարտունակ դառնալ, պաշտպանողունակ դառնալ, ինչպես։ Երևի այն հարցը չի, իրանք ավելի շատ խանգարում են, բայց մենք մեր համար նշանակություն չունի, ինչքան կարան թող իրանք իրացնեն, մենք մեկը մերին հասնելու ենք։ Մեծ ցանկությամբ։ Բոլորի շնորհավորում եմ, մենք մեր բանակը իր փառքը չի կորցրել, այս ծանր պայմաններում էլ իր առջև դրված հարցերը լուծում է, պետք է ամեն ինչ անենք ամբողջ ազգով, որպեսզի կարողանանք հետ բերենք մեր կորցրածը, արժանի լինենք այն տղեկին, ովքեր հիմա այստեղ պառկած են։ Ըստ ձեզ կան այս պահին բանակում բացեր եւ ինչպես պիտի այդ բացերը լրացվեն, ինչպես պիտի հաղթահարվեն։ Բանակում բացերը կարելի է մի քանի օր պատմել դրա մասին, ես ինքս անընդհատ կապ ունեմ, տարբեր դիրքերում ինչեր է կատարվում, բաց մամուլով էլ տեսնում եք շատ հաճախ նույնիսկ իմ հայակվեի գործընկերները խոսում են շատ հաճախ խնդիրների մասին, առաջին քայլը պատրաստվել հունիսի 7-ի ընտրություններին, փոխել իշխանությունը, որպեսզի դրանից հետո կարողանանք տանք բանակին էլ, ինչ որ իրականում անհրաժեշտ է, ոչ թե խոսքեր, այլ գործնական, որպեսզի հետագայում բանակը իր առջև դրված էլ ավելի մեծ խնդիրներ լուծի։ Ինչպես եք օրինակ տեսնում ընդդիմության շանսերը, ինչպես կգնահատեք, հնարավոր է հասնել հաջողության։ Հնարավոր է, եթե հիշում եք անցած շաբաթ նույնիսկ իրանք արտահերթ նիստ հրավիրեցին հենց մեր հայակվեի հետ կապված, մեր մնացած բոլոր դիտորդականների ակնհայտերում է, որ իրանք էլ են տիրապետում, մեզանից լավ են տիրապետում հանրապետությունում տիրող վիճակին, հասկանում են, որ դատապարտված են պարտության ընտրություններում, շանսերը շատ մեծ է ընդդիմության, եթե համախմբված լինեն, կարողանան կուռ լինել, հաստատ կհաղթեն այս գործող իշխանությանը։ Տեսեք, փորձում են ձեզ չեզոքացնել եւ մտավախություն ունեք, որ կփորձեն ամեն դեպքում ընտրախախտումների գնալով հասնել հաջողության։ Չէ, ասի փորձում են, կոնկրետ գործողություններ են անում, մասնավորապես հենց այդ արտահերթ նիստով մեր դեմ, ոչ միայն մեր դեմ, պարլամենտարիզմի, ՀԿ-ի դեմ, Թավթյան հիմնադրամի դեմ, բոլորիս դեմ այդ արտահերթ նիստը հրավիրել այս պայմաններում դրա հրատապությունը չլինելով, կարող են ընթացիկ
սահմանված ձևով անեին, հետևաբար ցույց են տալիս իրենց վախերը, մեզ էլ ստիպում են, որ էլ ավելի ոգևորված աշխատենք, բնականաբար կաշխատենք այնպես անել, մենք մեր ուղերձը տվել ենք, որ պետք է համախմբված լինենք ընտրություններին ու հաստատ ամեն ինչ կանենք, պատրաստ է հայակվեն, լինի այդ պլատֆորմներից մեկը, որ ընդդիմությանը համախմբի։ Մի քանի օր առաջ ներողություն հայտարարեց Հայ-ԱԿՖ-ն, որ մասնակցելու է համախմբական ընտրություններին։ Համախմբումը նաև կոալիցիայով եք պատկերացնում։ Այո։ Օրինակում հետ կոալիցիա Այս պահին չասենք, որովհետև բանակցություններ են ընթանում, ունենք ներքին պայմանավորվածություն, որ որևիցե կողմը առանձին հայտարարություն չանի, մինչև, ասենց ասեմ, վերջնաժամկետը մարտի 1 համախմբված բոլոր կողմերը, ովքեր որ ընդհանուր հայտարարի կգան, հայտարարություն կանեն, կտեսնենք։ Տեսեք, հնչեց կարծիք, որ այս ընտրություններին չպետք է մասնակցեն այն ուժերը, որոնք չեն հաղթահարի սահմանված շեմը։ Դուք ինչ եք կարծում, արդյոք պետք է որ չմասնակցեն նման ուժերը, թե այնուամենայնիվ պետք է նրանց մասնակցությունը։ Համաձայն չեմ, որ չպետք է մասնակցեն, խոսքը չպետք է մասնակցեն միայնակ, այլ օրինակ նմանատիպ ուժերը, նույն հայացների, նույն ասենք գլխավոր կետերի հետևից գնացող, Փաշինյանին իշխանազրկել, ազգային պետության վերականգնում, այդպիսի գաղափարներ ունեցողները պետք է համախմբեն, որովհետև չկա ուժ, որ իր հետևում մի քանի 100 կամ մի քանի 1000 մարդ չունի, հետևաբար բոլորը պետք է միանան իրար։ Եղել է փառաբանց բանակ, իհարկե վերջին 44 օրյա պատերազմի ընթացքում որոշ մարդկանց մոտ ըմբռնում կա, որ բանակը պարտվել է, իրականում բանակը չի պարտվել, պարտվել է մեր իշխանությունները եւ բանակը պատրաստ է յուրաքանչյուր ժամանակ մեր սահմանները պահպանելու, պաշտպանելու եւ այսօր մենք եկել ենք այցի այն տղաներին, որոնք որ իրականում 44 օրյա պատերազմի ընթացքում ապացուցեցին, որ իրանք կարողացել են պայքարեն 5-6 պետության բանակների դեմ ու հաղթող դուրս գան, փառքով այսօր իր պատվով իրանք սորը դնեն պատյան։ Եվ մենք պետք է պարտավոր ենք մշտապես ոչ միայն նման օրեր, այլ մշտապես այցելել մեր տղաներին, մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր տղաներին եւ խոստանանք մեր տղաներին, որ իրանց գործը կիսատ չենք թողնելու, որ գալու է ժամանակը, որ մենք դեռևս իրավիճակ ենք փոխելու, հետ ենք բերելու մեր կորցված տարածքները, վերականգնելու ենք մեր իշխանության հզորությունը եւ մեր ազգի անունը, որը որ գետնով են տվել։ Ըստ ձեզ ինչու հունվարի 27-ը սահմանվեց հիշատակի օր, որն էր նպատակը բանակի օրվա նախորդ օրը նման։ Այս իշխանությունները ոչ մի նմանատիպ օրեր հենց այդպես չեն անում։ Իրանք եւ նաեւ ոչ թե իրանք չեն անում, իրանք ինձ թվում է հենց դելադրանքով էլ անում են, որովհետեւ նախ Իսրայելը չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, մենք ճանաչում ենք հայոց ցեղասպանությունը, քիչ չի եւ նաեւ այս օր ենք նշում, օր ենք նշանակում, որ հոլոկոստի եւ ժողովրդի մոտ չեն էլ հայտարարում, թե դա ինչ օր է, ժողովրդի մոտ իբր ոչ աշխարհնակային օր, որպես հիշատակվան օր, ասենք մոլորության մեջ ենք ցավ ժողովրդին, բայց պետք է բարձրացնենք, որ դա հոլոկոստի օրն է եւ այսինքն այսօր խի զինված ուժերի ներկայացուցիչները կարող կամ իշխանությունները այստեղ չեն, այսօր ապեր բանակի օրը, ինչու չեն այսօր եկել, որ եկել են 3, այսինքն հոլոկոստ են նշում, մեր տղաների արյունը թափած օրով իրանք հոլոկոստ են նշում, թող նշեն, իրանք քիչ ժամանակ է մնացել, շատ քիչ ժամանակ է մնացել։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ կներկայանաք դուք ձեր ուղերձ օրվա հետ կապված։ Ողջունում եմ բոլորին, Ավետիք Հարությունյան, Պայստազորի սպա, 20 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից։ Օրվա տոնի կապակցությամբ ուզում եմ շնորհավորեմ բոլոր հայ ազգին, ամբողջ հայ ազգին բանակի օրվա կապակցությամբ, քանի որ Հայաստանը երկար տարիներ
չունենալով պետականություն, ձեռք բերելով այն, կարողացել է պահել այդ պետականությունը միայն բանակի, զինված ուժերի շնորհիվ եւ այսօրվա գործող զինծառայողներին, պայստազորի զինծառայողներին, շարքայինից մինչև գեներալ, բոլորին շնորհակալություն պետք է հայտնել եւ շնորհավորել այսօրվա կապակցությամբ։ Ցավոք սրտի այսօր մենք մի քիչ այլ կերպ պետք է նշեինք, քանի որ իրավիճակը այնպիսին է, որ բանակի դերը եւ նշանակությունը մեր պետության մեջ պետք է օր-օրի բարձրացվեր, որպեսզի կարողանայինք մեր առջև ծառացած բոլոր խնդիրները հետագայում կարողանայինք լուծել, բայց ցավոք սրտի մանր, բայց տեսանելի քայլերով հակառակ process-ն է գնում։ Զինված ուժերի դերը գնալով պակասեցվում է, նրա նշանակությունը պակասեցվում է, դա ակնհայտ երևում է եւ դա շատ վատ հետևանքների կարող է բերել։ Արդեն մենք դրան 20 թվականին առերեսվել ենք այդ հետևանքների հետ, բայց դա իրականում կարող է ծաղիկներ թվալ, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում, էլի։ Խոսքը նաև զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու Դա միանշանակ դրա մասին է խոսքը, քանի որ դա իհարկե ցանկալի է արվել, բայց դա պետք չէր արվել որպես PR քայլ, նախընտրական քայլ եւ դրանով իսկ մեծ հարված հասցնելով զինված ուժերին, հետեւաբար նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանողականությանը։ Փաստացի մեր զինված ուժերի թվականակը պակասեցվել է, այնիշ այսօրվա իրավիճակում դա պետք է միայն ավելացվեր։ Հնարավորության դեպքում պետք է կրկնապատկվել, բայց այս քայլով նրանք ուղղակի թուլացնում են զինված ուժերը։ Բոլորս էլ ցանկանում ենք, այո, որ իրականում ոչ մի ծնող չի ցանկանում, որ երեխան երկար ծառայի, բայց պետք է գիտակցի նաև, որ դրանից կախված է պետության ապագան, պետության գոյություն ունենալը։ Ասենք դրանով իրականում ընդհանրապես մի հատ PR քայլ է արվել, ոչ ավելի։ Բացի այդ, նույնիսկ այս տոնի, օրինակ այսօր ոնց հասկանում ենք, ոչ մի պետական միջոցառում չի պլանավորված, բայց ինչ պետք է դա նշվեր։ Ինձ թվում է սա մանր քայլեր են, որոնք հետագայում ել ավելի ակնհայտ դառնալու են զինված ուժերի, կոպիտ ասած, նշանակությունն ու դերը մեր հասարակության մեջ լսեմացնելու, վերջնական զրոյականի հասցնելու։ Դա միանշանակ ձեռնտու է միայն մեր թշնամիներին։ Ինչպես պայքարել դրա դեմից։ Առաջին հերթին միանշանակ պետք է առաջի քայլը պետք է լինի այս իշխանության հեռացումը։ Ինչպես եք դա տեսնում, ընտրություններով թե այլ կերպ։ Այո, այս պահին ընտրություններով դա միան պետք է արվի։ Այլ տարբերակը միգուցե նաև շատ ավելի վտանգավոր կլինի։ Իմ կարծիքով ընտրություններով այդ հնարավորությունը միանշանակ կա։ Ուղղակի պետք է ճիշտ նախապատրաստվել եւ ընտրություններով հեռացնել նրանց։ Դրանից հետո նոր հետագա քայլերով այդպես ասած փշուր հավաքել այն ինչ որ այս պահին դեռ մնացել է։ Շնորհակալություն։